Եվ այստեղ, խնդիրն այսինքն է։ Դե տանիքով հեռուստացույց եք նայում, եւ լուրերով լսում եք ոչինչ անում, երկրաշարժ է տեղի ունեցել, եւ կան մեծ թվով զոհեր։ Լսելով այս լուրը, ձեր ծնողները սկսում են խոսել երկրաշարժի մասին, եւ պարզվում է, որ նրանք չգիտեն, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ։ Բացատրեք նրանց այն գործողությունները, որոնք պետք է կատարել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո։ Երկրաշարժից առաջ նախ պետք է պայմանավորվել մի վայր, որտեղ կարելի է հանդիպել երկրաշարժից հետո։ Պետք է միշտ ձեռքի տակ ունենալ ձեր ծնողների կանչել։ Պետք է ձեռքի տակ ունենալ աղետի պարուսակ։ Սանը իրերը գետին ամրացնել։ Երկրաշարժի ընթացքում։ Եթե գտնվում եք բարձր հարկերում, ապա աստիճաններով չիջնել, չօգտվել պետք է անջատել ողջ էլեկտրականությունը, ապա պետք է թաքնվել կրոտ պատերի կամ ամուր սեղանի տակ։ Եթե ամուր սեղանը արտաքին պատի մոտ է, չենք մտնում սեղանի տակ, ամուր սեղանի տակ Սարքում է, որ հիմնական պատի տակը ու սեղանը ամենը բետոններից է պայքարում։ Սեղանը նույն ֆունկցիան է կատարում, ինչ որ այս պատին։ Սեղանը ավելի բան չի կարող faire, եթե պանելը կա, ոչ մի ամուր սեղան չի կարող faire։ Հիմնական պատի մոտ պանելը չի։ Որտեղ փորձը ցույց է տվել, անգամ սպիտակի երկրաշարժը, դե գիտեք չէ՞ բոլոր սպիտակի երկրաշարժի ժամանակ է, դրանից հետո է, շենքերում ուսումնասիրություն արել, տեսնել, որ հիմնական գրող պատերի տակի կալույթը լիովին նորմալ վնասվել է, առանց վնասվելու։ Եթե ցածրի հարկերում եք, ապա իջնել։ Նույնիսկ ճանաչել աստիճանավանդակից չօգտվել, չէ՞։ Եթե ցածր հարկերում եք, ես ասի, եթե բարձր հարկերում։ Ոչ մի դեպքում չի կարելի աստիճանավանդակից օգտվել։ Ոչ մի դեպքում, ամենաթույլ մասը շենքի Երկրորդ հարգիցել, հարգել է, դա շատ սայա է տարբերակը։ Պետք չի, ասենք որ մեծ ծնցում լինի, չի կարելի երկրորդ հարգից անգամից դուրս խաղի։ Ոչ մեկ չի ասում, երկրորդ հարգից դուրս խաղի։ Առաջին հարգից, եթե առաջին հարգը բարձր առաջին հարկ չի։ Նորմալ առաջին հարգը, սովորական մակերեսի վրա։ Պարդա, Մորակ երկրաշարժը բոլորից ավելի արագ ամենաերկար երկրաշարժը տեղում է 13 վայրկյան։ Դիչ չէ 15 լավ, բայց 15 վայրկյանը դու չես կարող հասնել իշտել։ Երկրաշարժից հետո, եթե մնում եք պլակատների տակ, ապետի շարժումներ պետք չէ անել, որ էներգիա չստացվի։ Պետք է օգնություն կանչել կամ հարվածել նրբուր իրերի։ Կարևորը չուզվել, ձեր միշտ խնդրում է ես չգտնեն։ Պետք իսկ եթե արդեն դուրս եք եկել պլակատների տակ չգտնացել, պետք է գնալ ազատ վայր կամ գնալ այն վայրը, որտեղ որ պայմանավորվել եք որոշել։ Գնալ չի դեպք, անպայման գնում եք այն վայրը, որը պայմանավորվել եք։ Դե բարի ավելի լավ, բայց հասկանում է։ Դե պետք է հասկանալ ես վրիարի։ Եթե նույնիսկ եք հասցել լավ արտասեղնիկի որակի, միգուցե ուզները շարունակվեն։ Պետք է հասկանալ